Կին Մանավազյան, ինչ կարծիք ունեք, ընտրությունները ինչ արդյունք կունենան, որովհետև ընդդիմադիրները օրինակ արդեն հայտարարում են Սևակ Խաչատրյանը, որ բացարձակ հաղթանակի են գնում։ Բայց ինչ ենք շտապում, եկեք սպասենք մի քանի ժամ մնացել ընտրական ասուլիսները կտեսնեն։ Ընտրական պրոցեսներն էլ իմ կանխատեսմամբ այնքան հիմա նայում եմ, որովե մտահոգիչ բան չեմ նկատում, ավելի շատ փորձում են ինչ-որ վատ աստար տալ ընտրատեղամասերում, դա ընտրական, կենտրոնական ընտրականի կողմից վերահսկվում է, մենք հնարավորինս զգոն ենք, պատրաստված, չեմ կարծում, որ խնդիր կա։ Կին Մանավազյան, տեսեք, կուտակումներ կան, վատ քվեարկության դեպքեր կան, ուղղություններ կան, այնպես չի, որ ամեն ինչ հաղթացնում է։ Դե ես կարծում եմ, եթե կա խախտում, արձանագրությունը հաստատ ուսումնասիրեն կնայեն ինչ խախտումներ են, այս պահին չեմ հասցրեմ ավելի մանրամասն ասել, բայց որքան ընդհանուր բանից նայել եմ, մտահոգիչ խախտումներ չեն, ոչ այնքան մտահոգիչ են, իհարկե մթնոլորտը լարված է, դրանով նաև լարված եղել ընտրատեղամասերում, զգոնությունը հնարավորինս բարձր։ Լարվածությունով է ապահովում Տիկին Մանավազյան, իշխանությունները թե ընդդիմադիր կողմից եք զգում։ Ընտրության ժամանակ միշտ լարվածություն լինում է բոլոր կողմերից։ Ձեզ մեղադրում են պետական ռեսուրսն օգտագործելու, չարաշահելու, տեսնում ենք, որ նախարարներ են մտնում դուրս գալիս, անդադ շտաբ, մարզպետ, Դավիթ Խուդացյան, Արմավիրի մարզպետներ այստեղ, այսինքն ասում են Դավիթ Խուդացյանը Արմավիրի մարզից է, Արգիշտի Մեխակյանը Արմավիրի մարզ, հենց էջն է, այսինքն մեր բոլոր, ես Արմավիրի մարզից եմ, հիմա ես չլինեմ իմ համայնքում, բայց բոլորս այստեղ ենք, աջակցում ենք, դա վարչական ռեսուրս է համարվում, ես այսինքն բոլորս մեր շտաբում են, գալիս են գնում են, դա վարչական ռեսուրս է համարվում։ Ընտրությունների այս օրը շատ է բաղում, որ շատ հապճեպ ասֆալտ է կանում, մարդկանց կտուններն եք վերանորոգում, այսինքն նախընտրական շրջանում ևս հաղթումների պակաս չի եղել։ Այդ հապճեպ ասֆալտը արվում էր նախորդ տարիներին, երբ որ ընտրությունից առաջ իսկապես երևում էր, որ համայնքում աշխատանք է արվում։ Վերջին 7 տարիներում մենք անընդհատ բարեկարգում ենք համայնքի փողոցները, դպրոցները, մանկապարտեզը, դա նոր չի եւ հիմա չի արվում այդ ամենը։ Մայր Հայաստան կուսակցությունը ԿՊ-ի վերաբերյալ դիմում էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, այսպես կարծած 25 կետից կոնկրետացած դիմում էին ներկայացրել, թե ինչ խախտումներ առաջացան, թե քարոզարշավի առաջ թե ընթացքում եւ թե պաստառների վերաբերյալ մի մասը նույնիսկ արգելել էին Մայր Հայաստանում դահլիճներից օգտվել, ԿՀ որոշումներ ընդունել, որ պետք է ամեն դեպքում դահլիճը հատկացնի, ու մի մաս կար, որտեղ դիմումի վերջում եզրակացության մեջ ԿՀ-ի կողմից ասում, որ իրավունքների ուսումնասիրության կենտրոնում է ԿՊ-ի նախընտրական խախտումները։ Այս մասով դուք ինչ-որ ես ավելացնելու որևէ բան չունեմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույնիսկ իրավազորության, լիազորության դաշտումը թող ուսումնասիրի, եթե կլինեն, մենք էլ կնայենք, տեսնենք ինչ խախտումների մասին է։ Իրենց խախտումները թողնենք մի կողմ, հա, ինչ որ իրենք են անում, ոնց են անում, այդ ինչ ձև են անում։ Ես հիմա այս օրով չեմ ուզում խոսեմ իրենց գործողությունների մասին, բայց առաջիկան, երբ որ անցնի ընտրական այսօր անցնելուց հետո անպայման կխոսեմ նաև իրենց գործողությունների մասին, ես ելի եմ խոսել նաև իրենց կուսակցության մասին, պետք է հասկանանք իրենք ինչ միջոցներով են այդ ամեն ինչը անում եւ այո խոսում նաև ընտրություններից։ Պարոն Փաշինյանը գալի է Իջնիածին այսօր հանրահավաքին, ներկա չեղավ, խոսակցություններ թեմա եղավ, որ պարոն Փաշինյանը արդեն զգում է, որ պարտություն կա, դրա համար չի խառնվում այս պրոցեսը։ Ես տեղյակ չեմ, վարչապետը լինելու է այսօր այդպես թե ոչ, բայց չեմ էլ հասկանում։ Հանրահավաքին քիչ մարդիկ մասնակցեցին, մտավախություն կա, որ տեսնելով դա։ Հանրահավաքին ես ներկա եմ եղել, էլի այստեղ եմ եղել եւ հանրահավաքին քիչ մարդ չի մասնակցել, ամբողջ հրապարակը լեցնում էր։ Քալինից են եկել տարբեր տեղ։ Դե աջակցություն մեր տեխնացուի եկել էին, գիտեն տեղյակ են։ Օրինակ ես վերջին պահին եմ կարողացել եւ տեղեկացել նույնիսկ, որտեղ դա տեղյակ է չենք հայտարարել, իրանք այստեղ է եղել հայտարարված
հանրահավաքի մասին, ես մասնակցել եմ եւ բավականին լեցուն եմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր գտնազնացի հաջող քայլը լինելու է կաթողիկոսի հերացման քայլը եւ դրացած հոգեվոր հավաքը էջմիածնում, նման ինֆորմացիա չեմ տիրապետում, մենք Կիրակի օրերը մասնակցում ենք պատարագի բոլոր այն համայնքներում, որտեղ լինում է պատարագը, որ վարչապետը մեզ մասնակցի։